Բարձր ծափահարենք Հիսուսին, բարեկամներս այսօր մենք այստեղ ամենակարող Աստծո ներկայության մեջ ենք, մեռելներից հարություն առնելուց հետո Հիսուսը աշակերտներին պատվիրեց գնալ Գալիլեա ու երբ նրանք տեսան ու լսեցին Հիսուսին, շատ զարմացան, այնտեղ մոտ 500 մարդ կար, որոնց հետ Հիսուսը բարի լուրով կիսվեց, Նրա բարի լուրը հետևյալն էր, ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա, ամեն ինչ մեր փրկիչ Հիսուսի ձեռքերում է, Աստված երեք անձ է, Հայրը, ով ամենից առավել է, Սուրբ Հոգին և Տեր Հիսուսը, որը խոսքն է, ամեն իշխանություն նրանն է, Հայրը վստահել է դա իրեն, Բարեկամս, երբ մենք օգտագործում ենք Հիսուսի անունը, դժոխքը ոռնում ու ծղրտում է, անհնարին է, որ Հիսուսի անունից որևէ չար չփախչի, Սատանայի գործերը հեշտ է բացահայտել ու հեշտ է քանդել, ինչպես ենք բացահայտում, խոսքին նայելով, Խոսքն ինչ որ դատապարտում է, դա թշնամուց է, իսկ ինչը որ հաստատում է, դա Աստծուց է, քո կյանքում երբեք չձգտես նրան, ինչը թշնամուց է, քանզի եթե նա մի փոքր տեղ ունենա քո մեջ, ապա նա հենակետ ունի, զինվորականներն են այդպես ասում, պետությունն այդպես են գրավում, մի փոքր տարածք վերցնում են, ինչպես երկրորդ աշխարհամարտին ու վերջ, չարը հենակետ է վերցնում քո տարածքում, չթողնես, որ այդպես լինի, եթե ընկել ես, ապա վեր կաց ու ասա, Հայր ներիր ինձ, սխալվել եմ, օգնիր, որ նորից չսխալվեմ, ուզում եմ ուղղվել, և հետո օրհնությունները շարունակ կհոսեն, Աստծո օրհնության հոսքը չի արգելափակվի, միտքդ կմաքրվի, կպայծառանա հիշողությունդ, վերջապես ազատվեցի այդ չարից, դու միշտ կազատվես այդ չարից, քանզի այն չի մնա, չի կարող շարունակել, դու օրհնված մարդ կլինես մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, այսօր օրհնությունների օր է, Միասին կարդանք Թեսաղոնիկեցիների նամակի 2-րդ գլուխը, այսօր կնայենք միասին 9 և 10 խոսքերը, որոնք Աստծո երկու կարևոր հայտնություններն են պարունակում, նախորդ հավաքույթին խոսեցի 7-րդ, 8-րդ խոսքերից, բայց կկարդամ 8-րդ խոսքն էլ, որ հիշենք առաջին Թեսաղոնիկեցիս 2:8, այդպես էլ մենք ձեզ վերաբերվեցինք, հաճեցինք ոչ միայն Աստծո ավետարանը ձեզ տալ, այլև մեր իսկ կյանքը, ինչ գեղեցիկ է, Պողոսն այստեղ ասում է, որ ինքը միայն ավետարանը չէ, որ ուզել է փոխանցել, այն գլխավոր իրողությունն է, քանի որ հենց ավետարանը բարի լուրն է փրկում, Ավետարանը բարի լուր է այն մասին, թե Հիսուսն ինչ է արել, ու այն բացում է ձեր սիրտն ու հավատ աճեցնում ձեր մեջ, հավատը դա հստակության այն զգացումն է, որ լցվում է ձեր սիրտը, որը զգում եք ու չեք կարող բացատրել, թե որտեղից ձեզ այդ հստակությունը, սակայն գիտեք, որ այդ օրհնությունը ձերն է, հավատը ձեզ կապում է Աստծո հետ, դրանով Աստծո զորությունը գալիս ու գործում է ձեր մարմնում, գլխից մինչև ոտքերի ներփանները, Դոկտոր Սուարես, բայց իմ տկարությունը մարմնական չէ, այլ մտքումս է, անձի մեջ է, հավատը վերացնում է անձի այդ տկարությունն էլ, ու դու շուտով դառնում ես արդարության սյուն, հաղթող մեկը, ես հոգով եմ տկար, գիտեմ, որ Աստված բարի է, սակայն սխալ բաներ կան, որ դեռ սիրում եմ, ոչ, երբեք չմտածես նման բաների մասին, այդպես դու հանձնվում ես սատանային, իսկ Աստված չի բնակվի այնտեղ, որտեղ սատանան էլ է հրավիրված, կամ միայն Աստծուն հրավիրիր, կամ մնա թշնամու հետ, Տերն ասում է, պիղծը թող ավելի պղծվի, Սուրբը թող ավելի սրբվի, որոշողը դու ես, առաջին Թեսաղոնիկեցիս 2:8,
Հաճեցինք ոչ միայն Աստծո ավետարանը ձեզ տալ, այլև մեր իսկ կյանքը, որովհետև մեր սիրելիները եղաք։ Սա վերաբերում է Հիսուսին ընդունած բոլոր մարդկանց։ Հնարավոր է, որ մեկը ժամանակավորապես շատ վատ բնավորություն ունենա, անտանելի լինի, բոլորին չարախոսի, միայն իրեն ճիշտ համարի ու մնացածին դատապարտի։ Խոսեք նման մեկին Աստծո խոսքը, շարունակեք աղոթել նրա համար, այդ մարդը փոփոխության գործընթաց է անցնում։ Սուրբ Գիրքը վստահեցնում է մեզ, որ ձեր մեջ բարի գործը սկսողը այն ավարտին կհասցնի։ Չթողեք, որ գործը անավարտ մնա, չանեք այդպես Աստծո հետ։ Նա ուզում է ձեզ դարձնել այնպիսի մեկը, ով հոգևոր ոլորտում հայտնի կլինի որպես խնձորը ծառից հեռու չի ընկնում։ Մեր Տերը սուրբ, մաքուր, հզոր է, դու էլ այդպիսին կլինես։ Հավիտենության մեջ մենք նրան կճանաչենք այնպես, ինչպես ճանաչվել ենք։ Սա ամենամեծ օրհնություններից է, իհարկե փրկությունից հետո, քանզի եթե փրկված չես, այս օրհնությունը քեզ համար որևէ բան չի նշանակում։ Փրկվելուց հետո պետք է մնալ, համբերել, քանի որ մինչև վերջ համբերողներն են փրկվելու։ Քեզ համար այլևս որևէ արգելք չի լինի, դու կլինես այդ օրհնված մեկը։ Հաջորդ խոսքը 9. Եղբայրներ, հիշում եք մեր վաստակն ու ջանքը։ Լավ է երբեմն խորհել այն վատ բաների մասին, որոնք պատահում են եկեղեցուն։ Երբեմն մարդիկ հալածում են եկեղեցին, նեղում մեզ, հոգնեցնում են, սակայն մենք այդ ամենը ոչինչ ենք համարում, ճիշտ ինչպես եղավ Հակոբի կյանքում, երբ աները նրան կնության տվեց Լիային, Լիան Հակոբին Ռաքելի փոխարեն տրվեց։ Հակոբը 7 տարի աշխատել էր, որ Ռաքելի հետ լիներ, և նա բարկացավ իր աներոջ վրա, ով ասաց երիտասարդ սպասիր, այդպես չի լինում, ավագ քույրը չի կարող մենակ լինել, իսկ փոքր քույրն ամուսնացած, երկուսին էլ կունենաս։ Հակոբն ասաց, ես դա չեմ ուզում, Ռաքելիս եմ ուզում։ Աները համաձայնվեց Ռաքելին տալ նրան, սակայն Հակոբը ևս 7 տարի պետք է աշխատեր։ Խոսքն ասում է, որ Հակոբի համար այդ 7 տարիները ոչինչ էին, որովհետև սիրում էր Ռաքելին։ Մենք սիրում ենք ձեզ, սիրում ենք Աստծո գործը, մեր նեղությունները ոչինչ են մեզ համար։ Առաջին Թեսաղոնիկեցիս 2:9, երբ գիշեր ցերեկ աշխատում ենք, Աստծո գործի մեջ կանգ առնել չես կարող։ Երբեմն գիշերվա կեսին արթնանում ես, հետո քունդ փախնում է, հագնվում ես ու հետո աղոթում, բացում սիրտդ ու Աստված միտքդ լուսավորում է 9, որպեսզի ձեզանից ոչ մեկի վրա ծանրություն չլինենք։ Նա չէր ցանկանում որևէ մեկին նեղություն պատճառել։ Այս մեկը ծույլ է, կգա չի աշխատի ու կսպասի, որ իրեն այստեղ պահեն։ Ոչ, Պողոսն արժանի է, նա իր վարձքին արժանի մշակ է, սակայն Պողոսը երդվել էր Աստծուն, որ ինքը վրաններ կկարի, ու այդպես էլ արեց մինչև իր մահը։ Դա նրա մասնագիտությունն էր, թեև նա հրաշալի իրավաբան էր, սակայն դա նրան չէր կարող օգնել օտարության մեջ։ Ինչ պետք է աներ։ Նա այնտեղ չէր կարող իրավաբան լինել, քաղաքացի չէր, ուստի անհնարին էր իրավաբան աշխատել, ուստի նա վրաններ էր կարում ու դրանց հաշվին էլ ապրում էր։ 9. Եվ Աստծո ավետարանը քարոզում էինք ձեզ։ 10. Դուք ինքներդ վկա եք։ Վկա է նաև Աստված, թե ինչպիսի սրբությամբ, արդարությամբ և անարատությամբ եղանք ձեր հավատացյալներիդ հանդեպ։ Սա այնտեղն է, որտեղ ուզում եմ հասցնել։ Մենք մի չափանիշ ունենք, որին պետք է հետևենք։ Կյանքի մեր չափանիշը պետք է սուրբ չափանիշ լինի։ Չար հայացք չունենաս, կեղտոտ միտք չպահես, չփորձես որևէ բան որևէ մեկից վերցնել, մաքուր մարդ եղիր, բայց սրտով գործը տարա։ Քո որևէ կոնկրետ գործն Աստծո գործի մի մասն է։ Եթե բժիշկ ես, դու Աստծո գործի մի մասն ես։ Մետաղագործ լինելը նույնն է, բանվոր լինելը նույնպես, սա բոլորին է վերաբերում։ 10. Ու անարատությամբ, ինչ նշանակում է, որ մենք ամեն բանում պետք է անմեղադրելի լինենք։ Սա թե Աստծուն է հաճելի, թե դու ես այդպես երջանիկ լինում։
Սրան զուգահեռ մեկ այլ խոսքն արդեն ներկայացրել եմ։ Պետրոս 3-րդ գլուխ 8-րդ խոսք։ Միշտ ուսումնասիրում ենք, քանի դեռ Տերը ցանկանում է 2 կամ 3 հատուկ խոսքեր։ Այստեղ խոսքը Պետրոսի առաջին նամակից, որը մոտ է հայտնության գրքին։ 3-րդ գլխի 8-րդ եւ 9-րդ խոսքում ասում է սա. Եվ վերջապես բոլորդ եղեք համախոհ։ Բարեկամս, մենք պետք է աճենք հավատքի մեջ։ Մարդիկ կան, որոնք չեն աճում հավատքի մեջ, սակայն մենք պետք է աճենք եւ ունենանք հավատքի, հավատալու, վերցնելու նույն զգացումներն ու ապրումները։ Այլապես մենք բաժանված եկեղեցի կլինենք։ Ոմանք աճում են, ոմանք նույն տեղում մնում, այդպես չպետք է լինի։ Բոլորը պետք է աճեն։ Մենք պետք է առաջ շարժվենք ու վերցնենք մեր հողը։ Աստված Քանանը հրեաներին էր տվել, սակայն նրանցից շատերը չտիրացան դրան ու դեռ շատ տեղեր կային նվաճելու։ Տարիներ անցան, Հեսուն ծերացավ, ու երբ Տերը որոշեց Հեսուին երկինք տանել, ասաց. Հեսու, դու արդեն ծեր ես, ու Հեսուն համաձայնվեց նրա հետ։ Նա մահացավ 110 տարեկան հասակում։ Ես էլ եմ ծեր, բայց դեռ շատ տեղ կա նվաճելու, ու Տերն ամեն մեկիս մասին կասի. Քիչ ենք Աստծուն բռնվում, քիչ ենք Աստծուն փնտրում, սա պայքար է, սա կռիվ է, թշնամին հետ է պահում քեզ օրհնությունից, ինչպես մյուսներին։ Առաջի Պետրոս 3:8 Կարեկից մենք պետք է կարեկցանքով լինենք մարդկանց նկատմամբ։ Եղբայրասեր, բարեգութ, խոնար, սա պետք է մեր անձի ամենախորքում փորագրված լինի։ Աստված ակնկալում է մենք այդպիսին լինենք։ Սրան պետք է նայենք, անգիր անենք ու մեր կյանքի նպատակը դարձնենք։ 9. Չարի դիմաց չար մի հատուցեք, կամ բամբասանքի դիմաց բամբասանք։ Ինձ վնասողին ես կվնասեմ։ Ոչ, պետք է օրհնես նրան։ Երբ սովորում ես մարդկանց նվերներ տալ, սկսում ես ստանալ, ու դա օրհնություն է։ Ինչպես դա անեմ, ես ցածր աշխատավարձ եմ ստանում, ինչպես նվերներ գնեմ։ Իմ ասած նվերները անվճար են, դրանք ձեր ուղարկած օրհնություններն են։ Նստեք Աստծո ներկայության մեջ։ Տեր, այսօր ուզում եմ աղոթել Ռեբեկայի համար։ Նա իմ մասին անարդար տեղը վատ բաներ է ասել, բայց ես ուզում եմ օրհնել նրան։ Նա կտեսնի, որ ես իր ասացի հակառակն եմ։ Աղոթում եմ նրա համար։ Աղոթում ես, որ Տերը օրհնի ցանկացած մեկին։ Ոչ մեկ չի կարող դիմադրել նրան, ով իրեն նվերներ է տալիս։ Նա կամաչի ու կզղջա իր ասացի համար։ Տեր, այս իմ ամեն արածը մեղք է, ներիր ինձ, ես հորինել եմ դա, իսկ դու դրանից հետո չպարծենաս։ Մարդն իր սխալն ընդունել է, ու դա լավ է, չէ՞։ Ասա նրան, հիմա ես ավելի ազատ ու երջանիկ կապրեմ, քանզի Աստված լսել է իմ աղոթքները։ 9. Այլ ընդհակառակը, օրհնեք, չարին չարով երբեք չպատասխանեք, ոչ էլ բամբասելուն բամբասելով։ Մեկն իմ մասին ստեր է հորինել, ուրեմն ես էլ նրան նույնը կանեմ, մի մեծ սուտ կհորինեմ նրա մասին, այդ չարախոսությունը կտարածեմ, կասեմ, որ լսել եմ, որ այդ մասին մարդիկ խոսում են, չանեք այդպես, բամբասանքին բամբասանքով չպատասխանեք, ոչ էլ չարին չարով, չարին բարիով պատասխանեք։ 9. Որովհետև հենց նրա համար եք կանչվել։ Չեմ հասկանում։ Լավ էլ հասկանում ես, մենք կանչված ենք հենց սա ապրելու։ Տերը հենց սա է փոխում մեր մեջ, բարեկամներս։ Կան բաներ, որ մեզ արգելում են, շատ են խանգարում։ Պետրոսը մեկ այլ տեղ ասում է, որ երբեմն ամուսինն օրհնված չէ, քանզի չի օրհնում իր կնոջը, չի սիրում նրան։ Հենց մտածես, որ սխալ մարդու հետ ես ամուսնացել, թշնամին մտնում է սիրտդ։ Եթե օրհնես կնոջդ, նա քեզ համար օրհնություն կլինի։ Դու որևէ արտամուսնական կապեր չես ունենա, հրաշալի ամուսին կլինես։ Ամեն մեկն օրհնության կարիք ունի։ Ինչու է Պետրոսն ասում, որ մենք օրհնենք մեր կողակիցներին, որ մեր աղոթքները պատասխան ստանան։ Այլապես դա չի լինի։ Երբ թշնամուն թողնես կյանքիդ մեջ, Աստված այլևս քեզ չի կարող պատասխանել։ Նա ասել է. իմ զավակ, իմ դուստր, իմաստուն եղիր։ Եթե մեջդ մեղք կա, իմ սրբությունն ու արդարությունը ինձ չեն թողնում, որ օրհնեմ քեզ։
մնում ես հավատքի քմաճույքին, իսկ հավատքը բնավ նրա կողքին չէ, ով Աստծուն չի ծառայում։ Աստծուն ծառայողները հավատքով են քայլում։ Նրանք անցնում են փորձություններով, սակայն հաղթում են ու բարձր գլխով քայլում։ Աստծուն չճանաչողները ևս ընկնում են դժվարությունների մեջ, սակայն դա Աստված չի անում։ Աստված չար բանով չի փորձում որևէ մեկին։ Տեսեք, թե Աստված ինչ արեց ինձ։ Ոչ, դա սատանան արեց։ Տերը միայն լավ բաներ է անում։ Աղբյուրից եւ սառը եւ դառը ջուր չի բխում։ Թզենին ձիթապտուղ չի տալիս, ոչ էլ խաղողը թուզ։ Անհնարին է, որ գոյուղատարից մեկ կաթիլ իսկ մաքուր ջուր բխի։ Այնտեղ ամեն ինչ աղտոտված է, մինչդեռ մաքուր ջրի աղբյուրում անհնարին է որևէ աղտեղություն գտնել։ Այնտեղ ամեն բան օրհնված է։ Աստված ուզում է, որ դու ջրի աղբյուր լինես, որը խմելով մարդիկ կթարմանան, կթարմացնեն իրենց անձերը, հոգիները։ Քեզնից խմելով ամեն կերպ կզովանան, քանզի դու բարի ես, դու լավ ջուր ես։ 9. Որովհետև հենց նրա համար ենք կանչվել։ Հենց այս պատճառով է Աստված քեզ կանչել, որ դու այդ խավարում լույս լինես, լինես այս աշխարհը լուսավորող արև, որ այս աշխարհը չփչանա, ինչպես որ այն փչացել է ու հիմա էլ շարունակում է փչանալ։ Մենք ոմանց խլում ենք հավիտենական կրակից ու մենք դրա համար մեծ վարձ կստանանք։ Խոսքն այսպես է ասում. 9. Որ օրհնությունը ժառանգեք ժառանգությամբ, ոչ զոհով։ Օ, ես կվճարեմ գինը, ամեն օր ծոմ կպահեմ միջև որ կաշի ու ոսկոր դառնամ, բայց կստանամ օրհնությունը։ Ոչ, Աստված դա չի ուզում։ Աստվածաշունչն ասում է, որ մարդու բարկությունն Աստծո արդարություն չի գործում, ոչ էլ որևէ բանի վրա է ազդում։ Պետք է լիովին ազատ մարդ լինես, որ Տերն օրհնի քեզ։ Աստծո արդարությունը երբեք չի աղտոտվի, այլ կա ու այն քեզ օրհնության կվերածի։ Երբ գա երկին գնալու քո ժամը, դու հետ կնայես ու կտեսնես, որ քո հետևում թողել ես ծաղիկներով լի մի հրաշալի ուղի, Աստծուն ծառայող օրհնյալ, հրաշալի մարդկանցով մի լի ուղի։ Մենք ժառանգություն ենք թողնում եկող սերնդին, որը չարը լավ ռմբահարում է, բայց մենք ենք նրանց ռմբահարում Աստծո օրհնություններով։ Նրանք կորոշեն, մենք օրհնություն ենք ուզում, թե հորինված ստեր։ Օ, ես օրհնություն եմ ուզում, ես արդար մարդ եմ լինելու։ Մեզ էլ են ժամանակին ռմբահարում սխալ բաներով, սակայն մենք Աստծուն ընտրեցինք ու երբ մենք էստաֆետը մյուսներին փոխանցենք, նրանք էլ ճիշտը կընտրեն, քանզի տեսել ու սովորել են, թե ինչպես ենք մենք Աստծուն ծառայում ու Տերը կօրհնի մեզ։ Պատգամը կկրճատեմ, քանզի ուզում եմ աղոթքին ավելի շատ ժամանակ տալ։ Ես ու Հովիվ Խայմն ենք աղոթենք, որ Տերը օրհնի ու նա օրհնում է։ Ես վստահ եմ, որ Տիրոջ զորությունը քեզ մոտ է արդեն։ Հիմա լսենք առաջին հարցը, խնդրեմ։ Դոկտոր Սարես, կուզեի իմանալ, թե անապատով անցնելիս ինչպես կարող եմ չկորցնել իմ խաղաղությունը։ Կապ չունի, անապատ է, դժոխք է, մեծ նեղություն է, միայն հավատա Հիսուսին։ Այս հավաքույթի սկզբին ես մեջ բերեցի Հիսուսի ասածը։ Նա ասել է. այս աշխարհում դուք նեղություն կունենաք, եւ մենք շատ նեղություններ ենք կրում, բայց քաջ եղեք։ Դա է ասել նա։ Ինչ է քաջ լինել։ Դա հավատքը չկորցնելն է, շարունակ դավանելն է, այն, ինչ խոսքով զգացել ես։ Եվ ավարտում է այսպես. ես հաղթել եմ, արդյոք դա նշանակում է, որ դու կպարտվես։ Եթե քեզ հետ է նա, դու էլ կհաղթես։ Դոկտոր Սարես, արդյոք անհրաժեշտ է ամեն ամիս մասնակցել Սուրբ հաղորդությանը։ Հիսուսն ասել է. ով իմ մարմինը չի ճաշակում եւ իմ արյունը չի խմում, նա ինձ հետ բաժին չունի։ Սակայն ուղղակի մի եկեք հաղորդություն ընդունելու, եկեք մասնակցելու համար։ Իսկ հիմա բացենք մեր սրտերը։ Դոկտոր Սարես, ես ընտանեկան բնույթի մեծ խնդիրների մեջ եմ։ Ազգականներս նախանձում են ինձ ու չեն ուզում, որ հաջողվեմ։ Ինչի պատճառով ասես մեծ հոգևոր բեռ կրեմ։
Այս ամենի հետևանքով տրտմած եմ ու չգիտեմ, թե հոգևոր առումով ինձ ինչպես պահեմ, որ այս չարը վերանա, ինչ անեմ։ 6 տարեկանից Հիսուսինն եմ, բայց տղայական տարիքում մի փոքր տաքարյուն էի։ Եթե մեկը մորս հասցեին ինչ-որ վատ բան ասեր, ինձնից կստանար, բայց մի օր միտքս եկավ, որ ես սխալ եմ, ես Հիսուսինն եմ, ու մայրս այն չէ, ինչ ասում են, ու վերջ, նրանք կարող էին վիրավորել, բայց արդեն կապ չուներ։ Որևէ մեկի մայրը կարող էր նման մեկը լինել, բայց ոչ իմ մայրը, ուստի ես չէի վիճում կամ վիրավորում մյուսի մորը, ու այդպես մեր կռիվները դադարեցին։ Դու տրտմած ես, քանզի կարևորում ես այդ մարդկանց։ Պետք է նույնիսկ մի էլ ուզեցիր իմանալ, թե ինչ են խոսում կամ նախանձում։ Դու արդեն օրհնված ես ու եթե չարախոսեն էլ քեզ, բան չի հասնի։ Թվոց 23-ում գրված է, որ Հակոբի Աստծո ժողովրդի դեմ դյութությունը չի գործում։ Բարեկամս, շուրջդ կրակի պատ է, եթե թշնամուն բանի տեղ ես դնում, քո կյանքի դուռը կբացես նրա առաջ, իսկ խոսքն ասում է, որ պատն անցողին օձը կխայթի, չանցնես պատից։ Աստված կրակի պատ է, որ մեզ միշտ պահում է, շարունակ, ամեն օր, միշտ հսկում է մեզ 24 ժամ, անհնարին է, որ թշնամին կպնի դրան, բայց եթե պատից անցնես, որ իմանաս, քեզ պետք է, սատանայի բերանից միայն սուտն է դուրս գալիս, լավ բան երբեք դուրս չի գա, հիմա եկեք կանգնենք աղոթքի, մեր հովիվ Խայմեն էլ հեսա կհասնի, Հայր, գալիս ենք քո առաջ, նեղությունները եղել են, բայց մենք հաղթել ենք, Հայր, հիմա դրանք թող հաղթահարված լինեն այս մարդկանց կյանքերում, մենք հիմա քո զորությամբ ազատագրելու ենք անտանելի գլխացավ ունեցողներին, այդ ցավը հեռանալու է ու երբեք չի վերադառնալու, այստեղ ու տանը լինողների համար խնդրում ենք ոտքը գետնին դնել, անկարողների համար, ասես մեխը ծակի, օ Հայր, օ Աստված, այդ գերաճած ոսկորը կհեռանա, արտրիտը կհեռանա, արտրոզը կհեռանա, տեսողության խնդիրները կվերանան, շաքարախտը կնետվի դժոխքի կրակների մեջ, որովհետև Հիսուսի անունով մենք օգտագործում ենք քո զորությունն ու ասում, ախտի, հիվանդության ոգուն, դու մեր ձեռքերում ես, դու կդադարես գործել ու կհեռանաս հենց հիմա վերցրու եղած չեղածդ ու հեռացիր, որովհետև Հիսուսի անունով մենք հրամայում ենք, իմ ու հովիվ Խայմեի հետ միասին կրկնեք, Հիսուսի անունով, Հիսուսի անունով չարը գետնին է տապալված, մեզ հետ միասին իշխանության բարձրացրեք ձեր ձայներն ու ասեք, որ հեռանա, չքվի, որովհետև քո մարմինը Սուրբ Հոգու տաճար է, դու իշխանությամբ կարող ես խոսել նույնիսկ քաղցկեղի վրա, ու այն կնահանջի, այն կհեռանա, վարակ, բորբոքում, հեռացեք այս մարմնից, հիմա, ախտորոշված հիվանդություն, լինի դա անբուժելի, կամ կախարդության ու դյութության հետևանք, կամ անցյալից եկած, որ չի թողնում քեզ, որ հնուց գողացել է խաղաղությունդ, վերցրել է այն, հավատս միավորում եմ հավատիդ հետ, Աստծո զորությունը մեզ վրա է, լսեցիք, Աստծո կրակը մեզ հետ է, Աստծո կրակը հիմա քեզ հետ է, որ վառի վարակը, բորբոքվածությունը, քայլելուն ու շարժվելուն խանգարող հոդացավը, դու լինելու ես Տիրոջ վկան, լինելու ես կենդանի նամակ, Աստված այս զորությունը բերել է քո կյանքի վրա, որ դու վկա լինես, ձայնս իշխանությունով բարձրացնում եմ, ձայնս բարձրացնում եմ Հիսուս Քրիստոսի անունով եղած իշխանությամբ, ասում եմ չարին հեռացիր, հենց հիմա չքվիր, պահանջում ենք, հրամայում ենք, լինի դա գլխացավ, դեղամիջոցների գերօգտագործման գլխացավ, միգրեն, ներգանգային ճնշում, պարանոցի ցավ, սուր սինուսիտ, գլխացավ առաջացնող տեսության խնդիրներ հեռացեք, ավելի լուրջ հարցեր, ուռուցքը պետք է նահանջի, լավորակ կամ չարորակ, հեռացեք հենց հիմա, խլություն, ականջներում զնգոց, ականջներից արտադրություն, շնչուղիների շնչառական համակարգի, սրտանոթային սրտային, փորոքային սուր արիթմիայի խնդիրներ, հեռացեք, մենք պահանջում ենք Հիսուսի անվան իշխանությամբ, մարսողական համակարգի վերարտադրողական համակարգի խնդիրներ, հեռացեք Հիսուսի անունով, ցավը,
ախտը, հիվանդությունը, մարմնում եղած չարին ասում եմ, որ հեռանա հենց հիմա, հոգեզգայական խնդիրներին, դեպրեսիա, խուճապի ախտանիշ, անհանգստության ախտանիշ, վախ, մտքի կոնֆլիկտներ, մտքի շփոթմունք, հեռացեք, կախարդություն, դյութություն, սևմոգություն, որ արվել է այս կանանց ու այս տղամարդկանց դեմ, որ խլում են նրանց խաղաղությունը, պահանջում ու հրամայում ենք, որ հեռանան Հիսուսի զորավոր և փառավոր անունով։ Երբ կյանքը դժվարանում է, աղոթելու լավ ժամանակն է։ Հոգսդ հանձնիր ամենակարողին Աստծուն, որովհետև նա պատրաստ է օգնել քեզ։ Միայն հավատքով կարող ես փրկվել։ Թույլ չտաս, որ թշնամին քեզ գցի, հաղթելով հասիր փրկության, դա է նպատակը, ինքն Աստված քեզ օգնության է շտապում։ Հիսուս Քրիստոսն օգնություն ունի քեզ համար։ Հիսուս Քրիստոսը դռներ է բացում այնտեղ, որտեղ դրանք փակ են։ Հիսուս Քրիստոսն է, որ կպաշտպանի քեզ։ Հիսուս Քրիստոսն է, որ կօգտագործի քեզ։ Հավատքից հավատք, փառքից փառք, ամուր բռնիր հաղթությունից, դա Տիրոջ շնորհով ու ողորմությամբ է։ Quando a vida estiver difícil, é uma boa hora para orar. Entregue a causa ao Deus do impossível, porque Ele está pronto a ajudar. Somente pela fé que se é salvo, não deixe o inimigo te abater. Ganhar a salvação, esse é o alvo. O próprio Deus já vem te socorrer. Jesus Cristo tem a bênção pra você. Jesus Cristo abre porta onde não há. Jesus Cristo é quem vai te defender. Jesus Cristo é quem vai te usar. Jesus Cristo tem a bênção pra você. Jesus Cristo abre porta onde não há. Jesus Cristo é quem vai te defender. Jesus Cristo é quem vai te usar. De fé em fé, de glória em glória, tome posse da vitória pela graça do Senhor e misericórdia. De fé em fé, de glória em glória, tome posse da vitória pela graça do Senhor e misericórdia.
bênção pra você. Jesus Cristo abre porta onde não há. Jesus Cristo é quem vai te defender.